Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում նախագիծը շարունակում է համախմբել ակտիվ երիտասարդների, որոնք ցանկանում են ոչ միայն բարձրաձայնել հասարակությունում առկա խնդիրները, այլև մասնակցել դրանց լուծմանը։ Այս անգամ նախագծի առանձնահատկությունն այն է, որ անցկացվում է Շիրակի մարզում, իսկ մասնակիցը Առափի բնակավայրից 17-ամյա Սուսաննա Փանոսյանն է։ Շարունակում ենք օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում նախագիծը, այս անգամ շատ առանձնահատուկ ձևաչափով, որովհետև նախագիծը այսօր մենք իրականացնում ենք Շիրակի մարզում։ Մեր այս նախագծի մասնակիցը Շիրակի մարզից է, Շիրակի մարզի Առափի բնակավայրից Սուսաննա Փանոսյանն է, ով հետաքրքրված է մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ կարևոր հարցերով, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված տարատեսակ հարցերով, ներառական միջավայրի ձևավորման կարևորությամբ, խելամիտ հարմարեցումների եւ այլ խնդիրներով, եւ ես շատ ուրախ եմ, որ հենց նա է ներգրավվել մեր այս նախագծին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված հարցադրումները, որոնցով նաեւ ինքն է զբաղվում, չափազանց մեծ կարևորություն ունեն թե ներառական, թե համերաշխ միջավայրի ձևավորման ու թե նաև ամբողջ հասարակական համակարգի ճիշտ բարեփոխման ու զարգացման տեսանկյունից։ Մեր այս նախագիծը առանձնանում է այն հանգամանքով, որ մենք պարբերաբար նախագծի շրջանակներում ներգրավում ենք տարբեր ակտիվ երիտասարդների, ովքեր հետաքրքրված են հասարակական համակարգում առկա տարբեր խնդիրների հաղթահարման հարցերով եւ ուզում են պատասխանատվություն ստանձնել մեզ հետ համատեղ այդ խնդիրները լուծելու հարցերում։ Մենք փորձում ենք շատ լայն սպեկտր ապահովել մասնակիցների ներգրավման, որովհետև մեր մասնակիցները Հայաստանի տարբեր մարզային բնակավայրերն են ներկայացնում, տարբեր խմբեր են ներկայացնում, արդեն իսկ ունեցել ենք մի շարք մասնակիցներ, ովքեր կարևոր ներդրում են ունեցել ոչ թե պարզապես նախագծի կայացման, այլ նշված խնդիրները բարձրաձայնելու, դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու եւ շատ ճիշտ սոցիալական հաղորդագրություն փոխանցելու ուղղությամբ։ Մենք այսօր վստահ եմ շատ հետաքրքիր օր ենք ունենալու Սուսաննայի հետ, որովհետեւ տարբեր հանդիպումներ ենք ունենալու, որոնց շրջանակներում Սուսաննան ինքը կբարձրաձայնի նաև իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր եւ մենք կփորձենք համատեղ լուծումներ գտնել այդ խնդիրներին, հատուկ շեշտադրելով, որ դրանք բարձրաձայնվել են հենց մեր նախագծի մասնակցի Սուսաննայի կողմից։ Սուսաննան հետաքրքրված է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, մատչելիության, խելամիտ հարմարեցումների եւ ներառական հասարակության ձևավորման ուղղությամբ։ Նրա ցանկությունն է ապագայում ստանալ բարձրագույն կրթություն եւ իր գործունեությամբ նպաստել այդ իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը։ Ես Սուսաննա Փանոսյանն եմ, Շիրակի մարզի գյուղ Առափից, 17 տարեկան եմ, հետաքրքրված եմ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով, հատկապես որ հաշմանդամություն ունեցող անձիկ հնարավորություն ունենան բարձրագույն կրթություն ստանալ, հետագայում եւս պլանավորում եմ ստանալ բարձրագույն կրթություն եւ իմ օրինակով ցույց տալ, որ հաշմանդամությունը ոչ մի խոչընդոտ չի կարող լինել երազանքների իրականացմանը։ Նախագծի շրջանակում Սուսաննան մեկ օր անցկացրեց մարդու իրավունքների պաշտպանի հետ, ծանոթանալով հաստատության գործունեությանը, մանդատին եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Երբ իմացա, որ ընդգրկվել եմ այս ծրագրում, շատ ուրախացա, քանի որ սա ինձ համար հնարավորություն էր ծանոթանալ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը ավելի մոտիկից եւ դառնալ այդ ամեն ինչի մի մասնիկը եւ մի օր անցկացնել մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Մեզ համար մեծ ողջավորություն եւ հպարտություն է հանդիպելու յուրահատուկ ազնվորության հետ, Տիկին Մանասյանին տեսնելուց հետո Սուսաննան մեծ ողջավորություն էր ապրել, շատ շնորհակալ եմ նման հանդիպում կազմակերպելու համար։ Տիկին Մանասյանի հետ հանդիպումից հետո Սուսաննան շատ ողջավորված է մարդու իրավունքների հարցերով հետագայում զբաղվելու համար։ Շատ մեծ փորձառություն էր, քանի որ մարդու իրավունքների պաշտպանը իր փորձով փորձեց կիսվել ինձ հետ եւ շատ խորհուրդներ տվեց,
որ չպետք է հանձնվել եւ պետք է գնալ երազանքի հետնեւին։ Աշխատանքային այցի ընթացքում Սուսաննան մասնակցեց նաև Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը, որտեղ բարձրաձայնեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, հանրային միջավայրի մատչելիության, խելամիտ հարմարեցումների, ինչպես նաև իր բնակավայրին վերաբերող մի շարք խնդիրներ։ Ես կառաջարկեմ իմ գործընկերոջը մարդու իրավունքների պաշտպանին, որ տարբեր նման նախաձեռնություններ ունենանք ու հենց լսենք միասին այն խնդիրները, որոնք մարդիկ ունեն ու կապ չունի միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ կապված, իսկ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները ու խնդիրները մեր համար առաջնահերթություն են։ Բնականաբար պետությունը պարտավորություն ունի հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ եւ ես որպես մարզպետ եւս մենք ասացի տարբեր օրենսդրական փոփոխություններ ենք արել եւ մենք պարտավորություն ունենք այդ օրենսդրական փոփոխություն օրենքին համապատասխան նաեւ կյանքը ապահովել։ Մենք ինքներս պետք է որոշենք մեր կյանքի որակը կյանքի հանգամանքներին պարզապես հարմարվելու փոխարեն։ Ահա այս ուղերձն էր գրում նախագծի շրջանակներում իրականացված հաջորդ հանդիպումը Պանդո համայնքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված Ախուրյանի երիտասարդական կենտրոնի երիտասարդների հետ, որին եւս մասնակցում էր Սուսաննա Փանոսյանը։ Այստեղ երիտասարդները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց ուզող հարցերը, ներկայացնելու համայնքային խնդիրներն ու լսելու դրանց վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը։ Ախուրյանում երիտասարդները հնարավորություն ունեցան անձամբ ծանոթանալ մարդու իրավունքների պաշտպանի հետ եւ անձամբ հղել իրենց ուզող հարցերը, հատկապես երիտասարդներին եւ իրենց համայնքին վերաբերող հարցեր, եւ դա այն շատ ուրախություն պարգևեց, որ երիտասարդները չեն կաշկանդվում։ Իմ ստացած գիտելիքներով կկիսվեմ իմ հասակակիցների հետ եւ երիտասարդներին կոչ կանեմ մասնակցել այս ծրագրին եւ հղել իրենց բոլոր ուզող հարցերը։ Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում նախագիծը շարունակելու է բացահայտել երիտասարդների ներուժը, ստեղծելով հնարավորություն նրանց համար ոչ միայն ծանոթանալու մարդու իրավունքների պաշտպանության համակարգին, այլև սեփական նախաձեռնություններով նպաստելու ավելի ներառական, իրավահավասար եւ արժանապատիվ հասարակության ձևավորմանը։ Եթե երիտասարդ ես, ակտիվ եւ ուզում ես պատասխանատվություն ստանձնել մեր հասարակական միջավայրում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ, ապա այս նախագիծը հենց քեզ համար է։